Նրան երկար էին սպասում հայրենիքում եւ նա վերջապես վերադարձավ։ Էլինա Ավանեսյանը 1 տարի անց կրկին Հայաստանում է։ Առաջին հանդիպումը Ծաղկաձորում էր։ Ավանեսյանը վարպետության դաս անցկացրեց ավելի քան 200 պատանի թենիսիստի համար։ 22-ամյա թենիսիստուին մարզվեց երեխաների հետ, պատասխանեց նրանց հարցերին, ինքնագրեր բաժանեց եւ լուսանկարվեց։ Это первый раз в Ծաղկաձորի у меня. Առաջին անգամ եմ Ծաղկաձորում, ինձ շատ դուր եկավ տեղի սպորտային համալիրը, կարծում եմ այն շատ է օգնելու երեխաներին զարգացման հարցում։ Ուրախ եմ, որ այսքան շատ երեխա եկավ վարպետության դասին։ Փորձեցի մոտիվացնել նրանց։ Հուսով եմ ապագայում մենք թենիսում ավելի շատ աստղեր կունենանք։ Հաջորդ հանդիպումը արդեն լրագրողների հետ էր։ Նախորդ տարի Էլինան ասուլիսին ներկայացավ որպես Top 50-ի ներկայացուցիչ։ Հիմա նա աշխարհի 104-րդ ռակետն է։ Նահանջի պատճառը մեկն է։ In March of this year. Մարտին վնասված կստացա, ապա հիվանդացա։ Ծանր վարակ էր, ապակինումը շատ երկար տևեց։ Տարին լավ է սկսել, բայց այդ ամենը խանգարեց մրցել լուրջ մակարդակում։ Հետո նաև ուսի ցավեր ունեցա։ Դեռ վերականգնման շրջանում եմ։ Ամեն ինչ կանեմ, որպեսզի հաջորդ տարի ամբողջ ուժով մասնակցեմ մրցաշարերին եւ բարձր արդյունքներ գրանցեմ։ I was especially really excited for. Հիասթափված եմ, որ չկարողացա շարունակել պայքարը Ռոլան Գարոսում, քանի որ այնտեղ լավ արդյունքներ եմ ունեցել։ Մրցաշարից առաջ վստահ էի, որ ինձ մոտ ամեն ինչ կստացվի։ Պատրաստ էի նվիրվել խաղերին։ Ափսոս չստացվեց, մարմինս ինձ չէր ենթարկվում։ Այս ամենը սակայն դրական կողմ էլ ունի։ Սովորել եմ լինել ավելի համբերատար։ Հիմա Էլինա Ավանեսյանը բուժում է ուսը, պատրաստում Ճապոնիայում կայանալիք WTA 250 շարքի մրցաշարին։ Այն կմեկնարկի հոկտեմբերի 13-ին, իսկ մինչ այդ նա Երևանին հրաժեշտ է տալիս մայրենի լեզվով։ Շատ սիրում եմ Հայաստան։ Հարություն Հակոբյան, Իսահակ Ասլանյան, Fast News։